Պարոն Մետրոպյան, դուք ձեր բացման խոսքում անդրադարձաք և Հեցին և Veolia ջուր փակbaşıtիրական ընկերությանը, նշելով, որ երկու ընկերություններն էլ ժամանակահատվածի հետ կապված 10 միլիոն դրամով տուգանվել են, նաև անդրադառնալով գործընկերոջս հարցին Veolia-ն լիցենզիայից զրկելու և հայեր պետականացնելու, նշեցիք, որ նախ պետք է հասկանանք, թե դա կառավարման խնդիր է, թե ինչ ենք տվել և ինչ ենք ակնկալում, հիմա ինչպես է ստացվում, որ Veolia-ին ներում եք, բայց Հեցին չեք ներում, որովհետև դուք մեջ բերեցիք կառավարության Ֆրանսիայի հետ համաձայնագրերը, որ առաջիկայում որոնք ստորագրվել են և կյանքի են կոչվելու, այդ դեպքում ինչու այդ ամեն ինչը Հեցին չներվեց և Հեցին էլ ժամանակ չտրվեց և նաև կարող ենք հիշել, թե Հեցը ինչ վիճակում է գնել Սամվել Կարապետյանը, այսինքն Veolia ջուրը և Սամվել Կարապետյանի կողմից գնված Հեցը, եթե դուք մատնանշում եք մարդ խողովակաշարերը, գրեթե նույն իրավիճակում են և ոչ այս թեմային վերաբերելի մեկ հաց, մենք ձեզ պարբերաբար տեսնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կամ Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպված պատարակներին եկեղեցու բարենորոգման վերաբերյալ, դուք եկեղեցում ինչն եք ուզում բարեփոխել, շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ, ուրեմն առաջի հարցի հետ կապված, ես նորից եմ կրկնում, որևէ կարգավորվող ընկերության, որևէ բան չի ներվում և ամեն ինչ արվում է օրենքի և գործող կանոնների շրջանակներում։ Ինքնանպատակ չէ Veolia ջրին զրկել լիցենզիայից և ինքնանպատակ չէր Հայաստանի էլեկտրական ցանցեր փակbaşıtիրական ընկերությանը զրկել լիցենզիայից, պաշտպան լիցենզիայից։ Շատ լավ ձեր հարցի մեջ հարց բարձրացրեցիք առկա վիճակը։ Ամբողջ խնդիրը նաև խնդիրներից մեկը նա էր, որ այո, ինչ վիճակում էր ձեռք բերել Տաշիր ընկերությունը, կամ Հայաստան էլեկտրական ցանցերը և մեր օրերում դեռևս ինչ վիճակում է գտնվում։ Այստեղ ևս մեծ շփոթ կա ընդդիմախոսների խոսույթում, որ փորձում են մանիպուլացնել։ Որևէ մեկը երբեք չի հայտարարել, որևէ պետական պաշտոնյա, առավել ևս ես կամ ոլորտը ներկայացուցիչ պատկան մարմիններից որևէ մեկը, որ Հեցում այս տարիների ընթացքում ներդրումներ չեն կատարվել։ Նման պնդում չկա, չեք կարող գտնել։ Այլ հարց է, որ այդ ներդրումները մինչև այսօր ուր պետք է հասած լինեին, ինչ մակարդակի պետք է հասած լինեին, ինչ էֆեկտիվություն պետք է ունենային։ Եվ ի տարբերություն Veolia-ի, նորից եմ կրկնում, այդ ներդրումները Հեցի դեպքում սեփականատերը պետք է աներ։ Veolia-ի դեպքում հիմնական ներդրումներ կատարման պարտավորությունը մայր պայմանագրով Հայաստանի Հանրապետության վրա է դրված եղել։ Հենց ամենասկզբի տարվանից սկսած, երբ որ այդ պայմանագիրը կնքվել է, և դրանք նույնականացնել այս խնդիրները այս պահին և ցույց տալ, որ համեմատության մեջ դնել, եթե նրանց այսպես, ապա սրանց ինչու այսպես, կներեք, դա ճիշտ մոտեցում չէ և նորից եմ պնդում, եթե Աստված մի արասցե, վաղը մյուս օրը Veolia ընկերությունում ևս այդպիսի կրիտիկական իրավիճակներ կստեղծվեն, որ տեսնենք, որ ամբողջ համակարգին գլխին վտանգ է կախված, մենք կգնանք ֆունդամենտալ և ռադիկալ քայլերի։ Իհարկե ես հասկանում եմ, անցած անգամ էլի ասեցի, որ ես էլ ձեզ նման քաղաքացի եմ, մեր տանն էլ են ջուրը անջատում, մենք էլ ենք խնդիրներ ունենում, բայց դրանք այն խնդիրները չեն, որ կարելի է այսօր կառավարիչ փոխելով կամ, չգիտեմ, մեկ րոպեանոց լուծումներով այդ ամեն ինչը անել։ Շատ կարևոր քայլ է արված։ Առաջի անգամ այս տարի այդ հսկայածավալ ներդրումները ոլորտում կատարվում են և վստահ եմ, որ մյուս տարի, հաջորդական մյուս տարիների ընթացքում մենք կունենանք դրական էֆեկտ ջրամատակարարման ոլորտում։ Չի ավարտել։ Որն էր։ Ասածս մասել այսօրվա թեմայի օրակարգում քննարկենք սակագները, ներդրումները, ձևաչափը պահպանենք։ Կարող եք եկեղեցու սակագները։ Մենք եկեղեցու սակագները չենք կարևորում,
Ամենայն հարգանքով, բայց օրակարգից ամենայն հարգանքով ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, երկրորդ անգամ կրկնվելու իմաստ չկա եւ երկրորդ եկեք այսօր օրակարգից դուրս չգանք։ Հաջորդ հարցը Ռադար AM Լիլիթ Աբրահամյան։ Շնորհակալություն։ Պարոն Մեսրոպյան, ինչու Հայաստանում արևային կայանների նման հողմային կայաններ չեն կառուցվում, ինչն է խնդիրը, հատկապես որ հողմային կայանների գոյությունը նույն էներգահամակարգում կարող է բավական մեղմել արևային կայանների առաջացրած խնդիրները։ Շնորհակալություն հարցի համար, բավական հետաքրքիր հարց եք տալիս։ Կարծում եմ այն բումը, որ տեղի ունեցավ վերջին տասնամյակում Հայաստանում արևային կայանների կառուցման հետ կապված դեռևս տեղի չի ունեցել հողմային կայանների մասով, առաջին հերթին այստեղ լոգիստիկայի խնդիր կար իմ կարծիքով, ենթակառուցվածքների, որովհետև գիտեք, որ հողմային կայանների այդ աշտարակները տեղափոխելու եւ այդ սարքվածքները Հայաստան բերելու համար երկաթգիծ, կամուրջներ, թունելներ, այս ենթակառուցվածքները պետք է թույլ տան, որ կարողանանք որպեսզի կարողանային մարդիկ, մասնավոր ընկերությունները եւ պետությունը այս ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացնել, բայց ճիշտ եք նկատում, որ հողմային կայանները արևային կայանների հետ հակառակ ցիկլերում են աշխատում եւ հիմնականում հողմային կայանների էներգաբեռը սկսում է բարձրանալ երեկոյան ժամերին, երբ որ արևային կայանները այլևս չկան եւ այս իմաստով եթե մենք ունենանք հողմային կայանների որոշակի հզորություն, ապա արևային կայանների ցերեկվա առաջացրած խնդիրները կմեղմվեն դրանով, բայց ես վստահ եմ, որ առաջիկայում այդ իմ մատնանշած խնդիրները դրանք ժամանակավոր խնդիրներ են եւ մասնակիցների շարունակական ուսումնասիրության եւ բիզնեսմենների այդ բիզնես ծրագրերը կտանեն դրան վաղ թե ուշ, որ Հայաստանում եւս կսկսեն կառուցվել հողմային կայաններ, հատկապես որ քամու քարտեզներ ուսումնասիրված են, այն հիմնական քամու ռեսուրս ունեցող տարածքները հայտնի են, ինչը որ շատ կարևոր է նման տիպի կայան կառուցելուց առաջ ունենալ ձեռքի տակ։ Այսքանը։ 168 AM Զարուհի Դիլանյան։ Ամեսրոպյան, քանի որ 2025-ի ամենաամուկահարույց հարցը հեծի հարցներ եւ չնայած այստեղ եղան արդեն բարձրաբանումներ, ամեն դեպքում հարցադրումներ կան ճշգրտելու մասով, ուրեմն այսպես նախ ինչ եղավ Տեկենի հաղորդումը խախտումների վերաբերյալ, կոնկրետ ուսումնասիրվել են այդ խախտումները, այդ հաղորդումից հետո, եւ եթե այո, եթե հետազոտել ուսումնասիրվել են, ապա ինչ արդյունքներ ունեք այսօր կոնկրետ Տեկենի հաղորդումների վերաբերյալ, հաջորդը թե դուք խլել բառը գնահատական եք համարում եւ մեղադրանք ձեր հասցեին ուղղված, ամեն դեպքում 2024 թվականի նոյեմբերին, երբ ձեր ընտրությունն էր կատարվում եւ կասկածներ կային ոչ միայն ընդդիմադիր շրջանակներում, որ հանրահայտարարություններ կարգավորող հանձնաժողովի նախագահը փոխվել է միայն այն պատճառով, որ հետագայում հնարավոր լինի հեծը խլել, դուք վստահեցրել եք, որ հեծը խլելու օրակարգ, մասնատելու օրակարգ չունեք եւ պատրաստ եք աշխատել այն խնդիրների վրա, որոնք արձանագրվում են, փաստացի ստացվում է, որ այդ կասկածները իրականություն դարձան, թե դուք ինչպես եք կարծում, եթե համաձայն չեք խլել բառի հետ։ Հաջորդ հարցադրումը նշեցիք ներդրումները մերժել եք, որովհետև որակի ցուցանիշներին կխանգարեր։ Ամեն դեպքում այդ որակի ցուցանիշները տեսանելի դարձան, այդ նաև ձմռան ամիսների անջատումների թվով, հիմա եթե այդ ժամանակ արվեր, եթե այո անջատումներ տեղի ունենային, հետո ավելի լավ որակով օրինակ ձմեռ անցկացնեինք մենք քաղաքացիներս, արդարացված չէր լինի այդ ներդրումների հաստատումը։ Մյուս հարցադրումս դուք խոսեցիք այստեղ փոքր մոդուլային ռեակտորների
մասին գովեցիք, նշեցիք բոլոր դրական կողմերը, ամեն դեպքում խնդրի մասին չեն խոսում միայն այսպես քաղաքական գործիչները, նաև մասնագիտական դիտարկումներ են եղել, իմ մասնավորի ես շեշտեմ բացասական կողմերի մասին, որ փոքր մոդուլային ռեակտորներն օգտագործում են մինչև 20% հարստացված ուրան, այնինչ օրինակ VR տիպի ռեակտորները Ռուսաստանի, այսպես կոչված, որից խուսափում են այս իշխանությունները, օգտագործում են ընդամենը 3 կամ 5% հարստացված ուրան, ու թափոնների հետ կապված խնդիրներ են հնարավոր եւ այլն, եւ նաեւ նշել են մասնագետները, որ տարիներ են պետք, որպեսզի մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիան հասունանա եւ ապացուցի իր հուսալիությունը։ Հիմա մենք դառնում ենք փորձաճագար, անպայման պետք է մեծ դրա այդ փորձը կատարեն, ու ոնց է այս 20%-ի հետ կապված այդ ուրանի հետական է խնդիրները դրանից բխող եւ ինչու օրինակ Թուրքիան եթե արդեն 5-րդ հարցն է Թուրքիան եթե հարցից է բխում Թուրքիան եթե դիմում է Ռուսաստանին ու կառուցում է ատոմակայան չի հասկանում որ ամերիկան ավելի լավ է ու իր դաշնակցից իր այդ հովանավորներից չի օգտվում շնորհակալություն Շատ լավ ինչ վերաբերվում է Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններին այդ հարցով դա քաղաքական բաղադրիչներ ունի, ես դրան չեմ կարող անդրադառնալ, բայց եթե խոսքը գնում է զուտ մասնագիտական տիրույթում, Թուրքիան մենք այդպիսի ինֆորմացիա չունենք, կարծում եմ դուք էլ չունեք, որ դիմել է Ռուսաստանին մոդուլային ատոմակայաններ կառուցելու համար։ Դրանք տարբեր բաներ են, մի խառնեք իրար, հարգելի գոլեգաներ։ Ատոմակայան են կառուցում, չեմ ասել մոդուլային են կառուցում։ Դե ես էլ դա եմ ասում, որ չի կարելի մոդուլային ատոմակայանի կառուցումը նույնացնել հզոր 1000 կամ 1200 մեգավատանոց ատոմակայանի կառուցման հետ։ Ես էլ ասում եմ, որ մենք չունենք այդպիսի փաստ, որ Թուրքիան դիմել է Ռուսաստանին, Ռուսաստանի Դաշնությանը մոդուլային ատոմակայան կառուցելու հետ կապված։ Հետևաբար բանավեճի ենք վերածում արդեն։ Ես պատասխանում եմ ձեր հարցին ու շատ հետ կապված հարցից պատասխանում։ Եկեք սկզբից սկսենք, էլի, դուք սկզբից ասացիք ինչ եղավ տղեի։ Լավ, մի րոպե, հանգիստ։ Առանց բանավեճի ժողովուրդ, ես պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել, բայց այդ հարցերը պետքա հարց ու պատասխանի ձևաչափով գնա, ոչ թե հարցաքննության կամ բանավեճի։ Երկրորդ հարցը ուրանի հետ կապված հարցը։ 20% թե 5% հարստացված ուրանով են օգտագործում այդ միջուկային վառելիքը տվյալ կայաններում, այդ հարցի նկատմամբ ցավոք սրտի ես այս պահին չունեմ համապատասխան խորությամբ տեղեկատվություն, որպեսզի ձեզ պատասխանեմ, բայց միջուկային թափոնների մասին երբ որ խոսվում է, այստեղ դեռ վաղ է միջուկային թափոնների մասին խոսելը։ Տեսեք, գործող ատոմակայանում մենք անկախությունից հետո տարիներ շարունակ կառուցել ենք սառը պահեստարան եւ օգտագործված միջուկային վառելիքը մենք տեղափոխում ենք այդ սառը պահեստարանը եւ պահում ենք այնտեղ։ Հաճախ էլի քննադատների խոսքում լսվում է հետեւյալ տեսակետը, որ մենք մեր երկիրը կեղտոտում ենք, թունավորում ենք եւ այլն, սխալ մոտեցում, որովհետև այդ միջուկային վառելիքը, օգտագործված միջուկային վառելիքը, իրազեկում եմ, ապագայի վառելիք է նոր տիպի միջուկային կայանների համար։ Աշխարհում այսօր բազմաթիվ նախագծեր կան, որոնք որ շուտով կյանքի կկոչվեն, որտեղ որ օգտագործվելու է բացառապես օգտագործված միջուկային վառելիք, որը նորից վերամշակվելուց հետո դառնալու է այդ կայանների վառելիքը։ Այսինքն ասելիքս ինչ է, որ այն վառելիքը օգտագործված, որ մենք ունենք մեր երկրում այսօր պահված, դա թափոն չէ։ Դա շատ թանկարժեք վառելիք է, որը որ եթե մենք էլ անգամ չկարողանանք օգտագործել չունենալով համապատասխան տիպի ատոմակայան ապագայում, ապա դա ենթակա է բավական բարձր գնով վաճառքի այն երկրներին, որոնք որ կունենան դրա կարիքը։ Հաջորդ հարցը կհիշեցնեք։ Տկեն հաղորդումը ինչ եղավ։ Տկեն հաղորդումը այն մասին էր, որ ինչի մասին որ էր, բառացի հիմա մեջ բերում չանեմ, բայց այդ հաղորդումը
այն մասին չէր, որ պետք է վարույթը անպայման սկսվի եւ ընթանա հաղորդման մեջ նշված խնդիրների շուրջ։ Մենք վարույթը հարուցվել է այդ հաղորդման շրջանակներում եւ հայտնաբերվել է վարույթի շրջանակներում այն, ինչ որ հայտնաբերվել է եւ ներկայացվել է հանրությանը։ Հետևաբար այնտեղ վարույթում մասեր կային, որ մաս են դարձել մեր հայտնաբերած խախտումների եւ մասեր կան, որ այո, այդ մասով կամ չենք հասցրել ուսումնասիրություններ անել այդ 3 ամսյա ժամկետում կամ պարզապես ինչ որ դրույթներ չի հաստատվել այդ մասով։ Հետևաբար այդտեղ արտառոց որևէ բան չեմ տեսնում։ Խորելով հետ կապված է 2024-ի։ Որ 2024-ի նոյեմբերի ձեր հայտարարության հետ կապված։ Հա, շատ լավ, այո։ Ես երբեք չեմ փոշմանում իմ ասածներից եւ բոլորս մեր կյանքում ունենք այդպիսի պրակտիկա, երբ որ ժամանակի ընթացքում որևէ կարծիք ենք հայտնում կամ տվյալ իրավիճակում իրավիճակն այդպիսին է, բայց օրերը անց, ամիսներ անց իրավիճակ է փոխվում ոլորտի կառավարման հետ կապված կամ տվյալ ընկերությունների հետ կապված եւ կարող ես արդեն մոտեցումներդ փոխել կամ մոտեցումը փոխվել։ Այո, այդ պահին ինչ որ ասել եմ, այդպես էր, այդ պահին որևէ վարույթ չկար հարուցված, որևէ ապացույցներ չկային սեղանին դրված եւ որևէ մեկը այ հենց այդ ճանապարհով այ դա կլիներ խլել, եթե անհիմն մենք փորձեինք լիցենզիան դադարեցնել, բայց վարույթ է բան արվել, հարուցվել վարույթի շրջանակներում հսկայածավալ ինչ որ աշխատանք եւ հաշվետվություն է արվել, որտեղ հատ նշված է, թե հեծում ինչպիսի խախտումներ է հայտնաբերված։ Եթե այդ խախտումների հետ կապված հարցեր ունեք, ինչ որ տարակարծություններ ունեք, պատրաստ եմ մեկնաբանելու, բայց այնպես չի, որ մենք ինչ որ չեղած բանը բերել ենք եղածի տեղ ուզում ենք անցկացնենք։ Այսինքն ձեր ժամանակ է, ձեր կառավարման ժամանակ է, չէ՞, մոնիտորինգ արվել հենց հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից։ Իմ ժամանակը ո՞րն է։ Ձեր երբ որ վերցրել եք նախագահի պաշտոնը, արվել է, չէ՞, մոնիտորինգ հեծում։ Երբ որ նշանակվել եմ հանձնաժողովի նախագահ, մի քանի ամիս անց, կարծեմ 4-5 ամիս անց այս վարույթը հարուցվել է, բայց մինչև այդ 2 անգամ հայտնաբերված խախտումների համար մենք հեծին տուգանել ենք 10 միլիոն դրամով, արդեն ասեցի այդ մասին։ Այնպես չի, որ մենք պարապ նստել ենք, սպասել ենք, որ հետո լույսը բացվի, հեծին տուգանենք։ Այսինքն այն արձանագրումները, որոնք եղել են այդ վարույթի շրջանակում, արձանագրվել են նաև մոնիտորինգային խմբի կողմից, թե ավել բաներ են հետո գրվել։ Ուղղակի որ ծանոթ չեմ ձեր մոնիտորինգի մանրամասներին, հետաքրքիր է, հնարավոր է արդյոք, որ օրինակ մոնիտորինգային խումբն է թերացել եւ հետո, այսպես ասած, փաստի առաջ կանգնացրել սեփականատերերին եւ մոլորեցրել սեփականատերերին։ Հասկացա, մոլորեցնելու խնդիր չկա որևէ մոնիտորինգ, որը ինքը կարող է իր տեխնիկական առաջադրանքով ընդգրկել իր մեջ բոլոր հարցերը։ Մինչ այդ եղած մոնիտորինգները կոնկրետ նպատակներ են ունեցել, կոնկրետ խնդիրներ են թիրախավորել եւ այդ խնդիրների շրջանակներում հայտնաբերված խախտումների համար ընկերությունը համապատասխան դուժերի տուգանքների է ենթարկվել։ Հետևաբար մոտեցումը այնպես նայել հարցին, որ 1 կամ 2 մոնիտորինգի ընթացքում հնարավոր էր ամբողջ այդ ծավալով հայտնաբերել եւ ինչ որ դրա շրջանակներում այլ գործողությունների գնալ, դա ըստ էության հնարավոր չէր։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։